Սիրելի կույսեր, ողջույն, այսօր փետրվարի 26-ն է, իմ օրացույցով Յուպիտերի օրը, ձեզ եւս բաժին ընկավ Յուպիտերը, եւ ես այսօր կներկայացնեմ ձեզ համար մարտ ամսվա կանխատեսումը, եւ նշեմ, որ վերաբերում է բոլոր ում ասցենդենտի նշանն է կույսը, եւ սա վերաբերում է բոլոր ում արևն է գտնվում կույսի նշանում անպայման այս երկուսը պետք է լսել, որպեսզի ընդհանուր պատկերացում ունենաք, որտեղ սրանք տրանզիտներն են եւ չեն կարող 100% համապատասխանել, որովհետեւ յուրաքանչյուրն ունի իր քարտեզը։ Այստեղ ուղղակի մենք քննարկում ենք ընդհանուր իրադարձությունները, դիեզերային, որ իրականանում են, տեղի են ունենում, դուք պարզապես այդ մասին ուրեմն տեղեկացվում եք։ Եվ այսպես, սիրելի կույսեր, դուք 12-րդ տեղից հայտնվել եք 7-րդ տողում, այսինքն երկրորդ վեցնյակն եք բացում։ Շնորհավորում եմ ձեզ, չնայած այդ դժվարությունների միջով, որ անցնում են կույսերը, իրենք բոլոր դեպքերում շարժվել են առաջ։ Հետաքրքրությունը ի վերջո մեծացավ կույսերի, թե ինչ է սպասում, ինչի է, ոմանք հիասթափվել են, այլևս ոչինչ իրենց հետաքրքիր չի, ոմանք էլ դեռևս սպասում են ինչ-որ ինֆորմացիայի, եւ ես այն ձեզ կհատկացնեմ, ինչու համար է ձեզ համար ուրեմն կարևոր մարտ ամիսը։ Կարևորվում է նրանով, որ ձեր նշանում է լինելու լուսնի ամբողջական խավարումը։ Ես երևի թե խավարումից էլ սկսեմ, որը տեղի կունենա մարտի 3-ին Հայաստանի ժամանակով 15:37 արևը եւ լուսինը կհակադրվեն 13 աստիճանում կույսի նշանում, եւ պատկերացնում եք, եթե դուք հենց ձեր արևը կամ ձեր ասցենդենտը գտնում է 13 աստիճանում, սա շատ ավելի կոնկրետ է ձեզ վերաբերվում, էլ չասեմ 12, 13, 14 աստիճաններում, եթե դուք գտնվում եք, այսինքն սեպտեմբերի 1, 2, 3 այդպես, ծնվել եք այդ ժամանակահատվածում, սա ուրեմն շատ կոնկրետ վերաբերում է ձեզ։ Եվ ինքը, գիտեք, հիմա մոլորակները, նախ ասեմ, որ այսօր 26-ն է եւ Մերկուրին դարձել է կամ հետընթաց, մոլորակները բոլորը հավաքվել են ձեր հակադիր նշանում այդտեղ, եւ շատ կույսեր, գիտեք, այսօր կախվածության մեջ են, կարծես թե ինչ-որ մի երկրորդ անձնավորությունից, դա միգուցե եւ անձնական կյանքում, դա գործնականում, ասենք մասնավորապես, այսինքն ձեր ձեռքում ոչինչ չկա, դա ինչ-որ մեկ այլ անձնավորությունով է պայմանավորված, եւ դուք ուզեք թե չուզեք պիտի հարմարվեք իր պայմաններին, եւ հիմա այդտեղ դուք հիմա այս ընթացքում, երբ Մերկուրին հետընթաց է, պիտի ուրեմն պարտների հարցում փորձեք վերլուծել, հասկանալ, ում հետ համագործակցել, ինչ անել, արդյոք համագործակցել կամ ասենք այս ձևով ինչպես կառուցել հարաբերությունները, միգուցե հանդիպեք ձեր ընկերներին, քննարկեք ինչ-որ մի բան, միգուցե խորհուրդ հարցնեք, ասենք նրանք ովքեր անցել են այդ ճանապարհով, մասնագետ են, կարող են ձեզ այդ հարցում օգնել, շատ տարբեր իհարկե կարող է լինել, բոլոր դեպքերում փաստը մնում է փաստ, որ այսօր ձեզանից ոչինչ կախված չէ, եւ դուք ավելի շատ կորցնողի դերում եք, քան ասենք ստացողի, եւ ձեր վիճակը կախված է մեկ այլ անձնավորությունից։ Այսպիսի իրավիճակ, եւ նշեմ նաեւ, որ դժվարություններ կլինեն, դուք փորձեք ինչ-որ աշխատանքներ տանել, չնայած հիմա, որ Մերկուրին հետընթաց է, նոր գործեր չենք սկսում, դա արդեն գիտեք, նոր հարաբերություններ, ուրեմն պարտների հետ չենք սկսում, ոչ մի նոր բան, այլ ընդհանրապես վերլուծում ենք, թե փորձում ենք հասկանալ ինչ կարգավիճակում ենք, ինչ պետք է անել, որ քայլն է ավելի ճիշտ, խորը վերլուծեք կամ դիմեք մասնագետին, որպեսզի հասկանաք ինչ է կատարվում, այսինքն նայած ձեր անձնական քարտեզի
ով ինչ կարգավիճակում է գտնվում, դրանով է պայմանավորված։ Պարզապես այստեղ որոշակի դժվարություններ կլինեն եւ պիտի ուշադիր լինեք, որպեսզի կոնֆլիկտներ չլինեն, միգուցե անհարկի այդպես վեճի մեջ մտնեք կամ ինքներդ այդ կոնֆլիկտը ձեր կողմից լինի հրահրումը, չկարողանաք ձեզ կառավարել, որովհետև այստեղ նաև նյարդային համակարգն է բավականին լարվում։ Այս իրավիճակն է, սիրելի կույսեր, ուշադիր եղեք, այդպես ինչ կարող եմ ասել հիմա խավարման միջանցք է, հետո արդեն ոչ լավ խավարումն է լինելու հենց ձեր նշանում, այնպես որ ինձ հարցնում են մինչև երբ ենք դիմանալու, մինչև երբ, ես ձեզ պատասխանեմ, մինչև 2027 թվականի փետրվարը նոր կավարտվի, մինչև 2027 թվականի փետրվարը, սա ձեր հարցի պատասխանը, շատ ավելի կոնկրետ, միգուցե ինչ-որ մեկինը ավարտվում է 26 թվականի կեսերին, մյուսինը 26 թվականի վերջին, մյուսը գնում է մինչև այդտեղ, բայց ինքը թեման միևնույն է, ամբողջական ավարտը կունենա 27 թվականի փետրվարին։ Սա այսպես եւ Վեներան Մարտին, որ հիմա գտնվում է ձեր հակադիր նշանում, բնականաբար ինքը բարձրակետում է, կհայտնվի ձեր ֆինանսների տանը, այստեղ որոշակի ֆինանսական հարցեր կլինեն եւ կարծում եմ որոշակի, տեսեք, բնականաբար որոշակի դժվարություններ առաջիկա 2-3 տարում կունենաք, որովհետեւ ինչ որ կորցնում եք, հետո դա վերականգնելու համար դա մի օրում չի վերականգնվում, ժամանակ է պետք եւ դուք այդ ժամանակը պիտի անցնեք։ Սա այսպես, այնպես որ այն ինչ որ կորցրել եք, այդ ժամանակվանից հաշվեք մոտ 3 տարի կամ 2.5 տարի եւ այդ ժամանակ արդեն ամեն ինչ կհասկանաք երբ է դա ավարտվելու, այսպես ասեմ, որտեւ ես չգիտեմ ձեր անձնական քարտեզը։ Ինչևէ մարտի 11-ին Յուպիտերը կդառնա ուղղընթաց, դա իհարկե լավ է, այստեղ ձեր ընկերների, գաղափարակիցների հետ շփումները կմեծանան, ինքը այդպես կակտիվանա եւ հետո արդեն ինքը հունիսի վերջին կմտնի առյուծի նշան, դա ձեր նախորդ նշանն է, այդպես եւ նախ իրեն կճանապարհենք առյուծի նշան, հետո այդ ժամանակը կգա, ես դրա մասին կմանրամասնեմ, իսկ մարտի 13-ին սպիտակ լուսինն է մտնելու ձեր նշան, սիրելի կույսեր, ինքը գալիս է ձեզ օգնելու, որ դուք շատ չհուսահատվեք, տեսնում եք, բոլոր դեպքերում, ինչպես ասում եմ, մի դուռը որ փակվում է, մի դուռը բացվում է, այս այդ մի դուռն է, որ բացվելու է ձեզ համար եւ լավ կլինի, եթե ինքը լավ էներգիան կուտակի, որովհետև եթե վատ էներգիան կուտակվեց, այստեղ կարող է ինքը խնդիրներ ստեղծել։ Էներգիան ավելի կուժեղանա, բացասական, բոլոր դեպքերում հուսանք, որ ինչ էլ որ լինի, ինքը կփորձի ձեզ օգնել, որովհետև գիտեք ինչ, ասենք ես իմ անձնական փորձից կիսվեմ, որ նայում ես այդպես սպիտակ լուսին եւ այլն, դա կարող է ինքը նաեւ, ասենք ինձ մոտ կարող է, եթե բացական էներգիան է կուտակվում, իր հետ բերել ոչ լավ իրադարձություններ, այնպես որ այդպես միանշանակ չեն կարող ասել, սա սև լուսինն է, վատ է, սա լավ է եւ այլն, այդ ձևի ինչ որ բնորոշումներ չեն կարող տալ, բոլոր դեպքերում այստեղ շատ կույսերի մոտ արկա է արտերկրի թեման, ընդհանուր ոմանք տեղափոխվել են, տեղ ապրել, դա բավականին ակտիվ կլինի, որովհետև իրենց մոտ շատ կույսերի մոտ ակտիվ էր արտերկրի թեման, շատ-շատերը կարողացան կամ ոմանք առևտուր արտերկրի հետ, կամ իրենք են հենց անձամբ գնացել մի քանի անգամ, միանշանակ մի քանի անգամ գնացել են արտերկիր եւ կամ արտերկրի հետ կապված թեմաներն են բավականին ակտիվ եղել եւ միգուցե հիմա իրենք այդ պտուղներն են քաղում շատերը, այնպես որ մեկնաբանություններում գրեք, արդյոք դա այդպես է, դուք շատ եք եղել եւ հիմա ասենք վերջնական որոշել եք, թեկուզ գործի հետ կապված անպայման չի այնտեղ գնալ ապրել, ասենք ձեր բիզնեսը, հա, կարող է լինել, որ եկել եք վերջնական եզրահանգման եք եկել եւ արդեն կոնկրետ կսկսեն ձեր համագործակցությունը, կսկսվի ձեր համագործակցությունը։ Մարտի 19-ին
Հայաստանի ժամանակով առավոտյան 5:23 րոպե 17 վայրկյան արևև լուսինը կմիավորվեն 27 աստիճանում եւ ձկան նշանում ձեր հակադիր նշանում սիրելի գույսեր տեսնում եք սլակներն ուղղված են ձեզ ես ասել եմ հենց 25 թվականի սկզբից եմ ձեզ զգուշացրել սա նոր չի որ գույսերի մոտ լինելու են ուրեմն դժվարություններ ճակատագրական տարի է 25-26-ը որ 27-ին փաստորեն նոր կավարտվի եւ Գիտեք ինչ, եթե այդ տեսնում եք, ես բաներ կա, որ ասեմ պետք չի անընդհատ ամեն պատեհ անպատեհ ժամանակ դիմել աստրոլոգին, բայց երբ գալիս են այսպես ճակատագրական պահերը, այդ ժամանակ նոր դու դիմում ես աստրոլոգին, որպեսզի հասկանաս ինչ անես, որ քայլերն են ավելի ճիշտ, որ քայլերն են սխալ։ Այսպես ժամանակ են դիմում, ոչ թե անընդհատ ինչ որ բաների ժամանակ դիմում եք, հիմա պետք է ճիշտ ռեսերի վրա դրվի ամեն ինչ, հասկանաք ինչ է կատարվում, մասնավորապես Կույսերը երկորյակները, աղեղնավորները, ձկների դեպքում դեռ ոչինչ, բայց ավելի շատ վտանգված են այդ երեք նշանները, որոնք նախորդ պետք է իմանան իրենց անելիքները, ինչ անեն, ոնց անեն, որ ժամանակահատվածում, որպեսզի խուսափեն ավելի մեծ սխալ քայլեր չանեն ու կորցնեն ավելի շատը կամ գոնե ճանապարհի կեսից կանգ առնեն ու կարողանան ամեն ինչ շտկել։ Իհարկե սա հասկանալու համար էլ խելքա պետք ունենալ, չնայած գույսերը իրենց խելքով Մերկուրին իրենց նշանում եւ բարձրակետում է եւ իրենց իր տանն է, Մերկուրին այսքան բավականին ուժեղ է, այնպես որ սիրելի գույսեր, այս ամենը դուք պետք է որ հասկանաք։ Եվ հիմա անցնենք առաջ եւ մարտի 20-ին տեղի ունենալու շատ կարեւոր իրադարձություն գարնանային գիշերը հավասարը արևը կմտնի խոյի նշան, ձկան նշանի, ձեր հակադիր նշանից ինքը դուրս է գալիս եւ դա ձեզ համար լավ է իհարկե եւ մտնում է ձեր ֆինանսների տուն, որտեղ ինքը գտնում է բարձրակետում եւ մենք նշում ենք գիշերը հավասարը, հենց այդ ժամին ինքը կլինի խոյի նշանում եւ ցանկալի է որ բոլորը նշեն հատկապես այն մարդիկ ովքեր ամանորը նշում են այդ ժամանակ գիշերը հավասարը ես կարծում եմ որ պետք է նշել ձեզ համար, որովհետև լուսնի վատ խավարումը լինում է ձեր նշանում, այդ բոլոր անհաջողությունները փորձեք գոնե մի մասը փորձեք թոթափել եւ ձեր դիմավորեք 21-ի առավոտյան դիմավորեք արևածագը 7:08 րոպե եւ ինչու ոչ շնորհավորեք մեկ-մեկու ես հիմա ձեզ շնորհավորում եմ գարնանային գիշերը հավասարի կապակցությամբ որ տեղի կունենա մարտի 20-ին եւ բոլորս միասին դիմավորենք արևածագը, ինչպես ասացի 7:08 րոպե եւ այս դժվարին ժամանակահատվածում սիրելի կույսեր ես առաջարկում եմ բոլոր նրանք ովքեր գիտեն իրենց ծննդյան ճշգրիտ ժամը իրեն կարող են պատվիրել, որը շատ ցածր գնով կարելի ասել մատչելի ես տրամադրում եմ մարդկանց եւ այստեղ դուք ստանում եք պրոֆեսիոնալ ձեր անձնական ճակատագրական քարտեզը, արդեն գիտեք որտեղ են ձեր մոլորակները դասավորված ինչ նշաններում, ինչ աստիճաններում են գտնվում, որն է ձեր ասցենդենտի նշանը, որ տանն է գտնվում եւ այդ կերպ դուք նաեւ յուրաքանչյուր մոլորակի ուրեմն թե աստիճանը թե նշանում գտնվել է այդտեղ մանրամասը մոտ 40 թերթ վերլուծությունը կա բնութագրումը վերլուծությունը ուրեմն տրվում է ձեզ այդ ամենը միասին շատ մատչելի շատ սիմվոլիկ գումարով պարզապես ես ուրեմն որոշեցի այդպես քանի որ դժվար ժամանակահատված է հիմա լուսնի վատ խավարումն է եւ հենց դա ձեր նշանում է լինելու է սիրելի կույսեր ուստի ես մասնավորապես ձեզ ուրեմն առաջարկում եմ եթե գիտեք հստակ ժամը որտեղ հակառակ դեպքում իմաստ չունի ավելի լավ է ժամը հաշվարկվի հետոնոր դուք դա ստանաք քան սխալ ժամով վերցնեք եւ կարդաք որը ձեզ չի վերաբերվում որը ձերը չի Սա էլ այսպես եւ 21-ին կարևորը որ Մերկուրին այսօր ինքը հետընթաց է դառնում փետրվարի 26-ին մարտի 21-ին հենց երբ մենք դիմավորում ենք արևածագը այստեղ Մերկուրին էլ արդեն դառնում է ուղընթաց որպեսզի իր ճանապարհով շարունակի շարժվել եւ մտնել խոյի նշան եւ Վեներան էլ 30-ին երկրորդ անգամ արդեն կփոխի նշանը եւ դուրս գա ձեր ֆինանսների տանից եւ ցուլի նշանում կտեղավորվի հավանաբար այդտեղ ինֆորմացիան ֆինանսները հետաքրքիր թեկուզ on-line հանդիպումներ
պայմանավորվածություններ եւ այլն արտերկրի հետ եւս կունենաք, այնպես որ այսպիսի լավ հարաբերական լավ բոլոր դեպքերում երբ դուք ինֆորմացված եք, որովհետև ես արդեն ասում եմ որքան ժամանակ է միշտ ձեզ տեղյակ եմ պահում, որ դուք դրա մասին իմանաք, ինչ ասեմ, խելացի մարդիկ իրենք լսում են, գիտեն, որ դժվարություններ կոնկրետ նախորոք են քայլեր անում, որովհետև աստրոլոգիայի իմաստը դա է, դու իմանում ես շուտ եւ նախորոք քայլեր ես անում, իսկ եթե արդեն կատարվում է, իմաստ չունի, արդեն կատարվել է, դու կորցրել ես, էլ արդեն ուշ է, դրա համար նախորոք պետք է իմանաս, որպեսզի նախապես որոշակի կոնկրետ քայլեր անես, սա է, այնպես որ պետք է մի քիչ էլ դիմանաք, բայց այդ ճանապարհը փորձեք անցնել ավելի խելացի քայլեր անել եւ դրա համար ձեզ օգնում է Մերկուրին, որը ձեր հակադիր նշանում է, իմացեք ում հետ եք խորհրդակցում, ում եք դիմում, ում հետ եք համագործակցում, ինչպիսի հարաբերություններ եք ստեղծում, շատ կարեւոր է այդ ամենին ուշադրություն դարձնելը, այնպես որ ինքնդ որոշեք ձեր մոլորակը հայտնվել է հակադիր նշանում, ես հասկանում եմ դա բավականին դժվար է, դուք շատ լինելով շատ կոնկրետ վերլուծող, հա, այդպես հանկարծ ընկել եք էմոցիոնալ ձկների գիրկը։ Ձեր միտքը հայտնվել է այդտեղ ու դուք ոչ մի կերպ չեք կարողանում այդտեղից դուրս գալ, դա ձեզ խանգարում է, հիմա էմոցիաներ են, որ կարող են այդ էմոցիաները ձեզ խանգարել, ոչինչ դիմացեք, ինքը արդեն մարտի 6-ին դուրս կգա եւ ինչ որ առումով դուք կազատվեք այդ էմոցիաներից, որոնք հիմա ձեզ խեղդում են։ Այսքանը սիրելի գույսեր, լավ եղեք, գրեք անպայման տպավորությունների մասին եւ չմոռանաք լայքել, այսքանը։ Մենք հանդիպենք հաջորդ ամիս առայժմ։